Ամենամեծ ճշմարտությունը մենք մոռանում ենք։ Արցախի կորուստը։ Արցախը կորած է։ Սին հույսեր փայփայել, թե Արցախը հետ ենք բերելու, սա մեծ ինքնախապեյություն է։ Սա մեծագույն խապեյությունն է, որ կարող ենք ասել։ Արցախը անդարձ կորած է։ Անդարձ ասելով ես համարում եմ մեծ սերնդի համար։ Կարող են հաջորդ սերունդը, որովհետև Արցախը անդարձ կորած էր նաև 1922 թվին։ 1922 թվին, որ հանձնեց Արցախը Ադրբեջանին, ոչ ոք կենտանի չէր երևի 88-90-94 թվականների։ Նրանք հանձնեցին եւ իրենց համար անդարձ կորավ։ Հիմա մենք հանձնեցինք եւ մեզ համար կորած է։ Այդ ճշմարտությունը ստեղից է սկսում։ Այս ցավալի ճշմարտությունը, ով որ գա իշխանության, այս ցավալի ճշմարտությունը պետք է ասի։ Այլապես, եթե կանք այս ալիքի վրա ասելով, դեք մենք գալիս ենք, այս Արցախը հետ ենք բերելու։ Խալատ ենք անել, ոչ մեկը չի կարողանալու Արցախի հետ բի։ Մանավանդ, ես ուրիշ անգամներ եմ ասել։ Օբյեկտիվորեն դա լիուլի հնարավոր է։ Արցախը հետ բերել չէ, Նախիջևանը հետ բերել է հնարավոր։ Կարսն ու Արդահանը հետ բերել է հնարավոր։ Օբյեկտիվորեն։ Բայց դուք դի հաշվի առնես, թե սուբյեկտիվորեն ինչ վիճակում ես։ Բայց սուբյեկտիվորեն, իսկի դու այսօր հարց ունես Երևանը պահելու։ Որևիցե մի քայլ անելուց պետք է նա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ նախադրյալները մի հատ քննես, բռնես, գցես, բռնես, մտնես, ելնես, զգացական բան է, քայի համար զգացականից դուրս գալը դա թիվ 1 խնդիրն է, չի կարողանում։ Դες նույնիսկ պարոն Հակոբյանի մոտ շատ տեսա այդ զգացականը, Սարդարապատ։ Սարդարապատը խայդարագություն է։ Ինչի մարա խայդարագություն, որտեղ միակ հաջողված դեպքն է հազարամյա պատմության մեջ։ Ոնց կարա հայ ժողովուրդը մի հաջողված դեպք ունենա հազարամյա պատմության մեջ։ Սա խայդարագություն է։ Բայց մենք այնքան զգացական ժողովուրդ ենք, որ այդ խայդարագությունը դարձրել ենք բան։ Մեկ այլ խայդարագություն։ 300,000 զոհ ենք տվել մեծ հայրենականին։ Նույնքան զոհ տվել ենք առաջին համաշխարհային պատերազմում։ Դուք հասկանում եք 300,000 զոհ։ 300,000, 18, 20, 25, 30 տարեկան այն ժամանակ ջահելն էր։ Այդ 300,000 զոհը ոնց է մարսել այս ազգը, որ հիմա 5,000-ը չի կարողանում մարսել։ Ոնց է 14-18 թվի 300,000-ը մարսել, որ հիմա այս 5,000-ը չի կարողանում մարսել։ Գոգորտին է կանգնել։ Եվ հիմա որ ասում եք պատերազմ կլինի, բոլորը սարսափում են, պատերազմի չեն սարսափում, պատերազմը արդեն է, այս մեջն եք պատերազմի։ Բայց սա անզոհ պատերազմ է։ Մենք տարածք ենք տալիս, զոհ չենք տալիս։ Տարածք ենք տալիս, զոհ չենք տալիս։ Տարածք ենք տալիս, զոհ չենք տալիս։ Սրան համաձայն ենք։ Բայց պետք է լիներ հագարակը։ Պետք է զոհ տայինք 1, 10, 100, 1000, 10,000, 100,000, բայց տարածք չպետք է տայինք։ Ուրեմն մեր մտածողության մեջ պատերազմը զոհ տալն է։ Սա մեծագույն թյուրըմբռնումն է պատերազմի մասին։ Մարդիկ չեն պատերազմում մարդ սպանելու համար։ Ոչ մեկը չի պատերազմել այս ամբողջ համաշխարհային պատմության մեջ, ոչ մեկը չի պատերազմել մարդ սպանելու համար։ Պատերազմել են տարածք գրավելու, տարածք սեփականացնելու, տարածք պահելու համար։ Անկախ զոհերից։ Հայի մոտ այս մտածողությունը չի։ Հայի մոտ լրիվ տարբեր է։ 30,000 փրկեցի, հերոս եմ։ Չել փրկել, հարցը դա չի։ Որովհետև 30,000-ին չէր կարա 500 հոգի շրջապատեր։ Պատմությունը համաշխարհային ռազմագիտությունը չունի դենց օրինակ, որ 500 հոգին շրջապատի 30,000 հոգու։ Եվ 30,000 հոգին ստիպված լինի կամ հանձնվել, կամ
Սպասայիսը բեքստվեմ ասում չէ Մաուգլի։ Հայ մոտ ամեն ինչ սխալ է։ Ամեն ինչ սխալ է, հաղթանակը սխալ է, հաղթանակի հասկացողությունը սխալ է, պարտության հասկացողությունը սխալ է, պետության հասկացողությունը սխալ է, եկեղեցու հասկացողությունը սխալ է։ Չի հասկանում եկեղեցին, չի ճանաչում իր եկեղեցուն, չի սիրում իր եկեղեցին, իր սեփականը չի սիրում։ Ուրեմն օբյեկտիվ իրականությունը սոսկալի վատ է, հայեր։ Ես որ խոսում եմ պեսիմիստ, եմ ինչ ասում եմ, ես անուղղելի վադատես եմ։ Անուղղելի վադատես եմ, որովհետև 40 տարի աշխատում եմ այս ազգի մեջ, 0.4% հաջողություն չեմ գրանցել։ Դες ասեց Սետրագը, ասեց Սրբազանին հարգում են։ Սրբազանին հարգում են, բայց ով է լսում։ Ես են բանի ծեր կեսրարի նման եմ, հա, տան մեջ, որ փնփնթում է, ճիշտ բաներ է ասում, ես լույսը վառած թողիկ, այնտեղ կատը թափավ, այնտեղ ճաշը սարացրիկ, այնտեղ յուղը փչացավ, հասկանում ես, բայց հարցները խնդում են քթի տակ, ասում են դե բիձա, հա, խոսում է։ Հարգում են, բայց, պապա ասում են, ոտները լվանում են, հիմա այդ է ինձ վերապահված հարգակ սրանի նման, ով է լսում։ Եթե ինձ լսող լիներ, հեղափոխությունը վաղուց պետք է լիներ։ Իշխանություն փոխելու ընդամենը ես 3 ճանապարհ գիտեմ, դուք եթե 4-րդը գիտեք, ասեք։ Այսօր ընդրություն, իբր թե կամ իբր թե ընդրություն կամ ընդրություն։ Երկրորդը հեղաշրջում, երրորդը ժողովրդական ապստամբություն, ուրիշ կա։ Կա ուրիշ, չկա։ Երեքն էլ անհնարին է։ Երեքն էլ անհնարին է։ Սուբյեկտիվորեն, օբյեկտիվորեն հնարավոր է։ Մի հատ վերանանք sense բանի մեր իրականությունից հնարավոր է։ Բանը որը սկսել էր Չալաբյանը հայաքվեն, մայաքվեն, եկել էր ստեղ ինձ էլ էր բան անում։ Ես գնացի, ես չեմ հավատում։ Այո, Սրբազան, լավատեսություն։ Չէ, ես չեմ հավատում։ Ասեցի ինչու չեք հավատում։ Նաև վեհապարի մոտ է եղել այդ բանը, վեհապարի մոտ եմ ասել։ Ասել եմ, որովհետև քո պատկերացումներ հայ ժողովրդի մասին գերագնահատված են։ Դու չես ճանաչում հայ ժողովրդին, հայ ժողովուրդ ասում։ Չես ճանաչում։ Դու շատ իդեալական պատկերացում ունես հայ ժողովրդի մասին։ Եվ ընդհանրապես հայ ժողովուրդը ինքը իր մասին շատ սխալ պատկերացումներ ունի։ Ինքը կարծում է ինքը ամենաիդեալական ժողովուրդն է։ Բայց իր ամենախայտարակ ժողովուրդն է, ամենահիվանդ, ամենաբուժման կարիք ունեցող, բայց իրեն ամենաառողջ համարող։ Ախտորոշումը ստեղ է, մինչև հայը չհասկանա, որ ինքը հիվանդ է, ոչ մի ձև չի բուժվի։ Հիմա 4 հոգի կհավաքվեք, կորոշեք, որ հիվանդ էինք, այդ 4-ը կդառնա 40, 40-ը կդառնա 400, 400-ը կդառնա 4000, այս ձևով է միայն բուժումը։ Այդ ճշմարտությունը, որ ասում է, ճշմարտությունը ճանաչեք, ասում Ավետարանը, ճշմարտությունը ձեզ ազատ կդարձնի։ Ոչ մի բան ազատ չի դարձնում մարդուն, բացի ճշմարտության ճանաչումից։ Մենք ստրգության մեջ ենք մեր կարծրատիպերի, ոչ թե այն իմաստով, որ այս իշխանությունն է օգտագործում կամ արևմտյան հասարակությունն է օգտագործում կարծրատիպերի, այլ մեր սեփական կարծրատիպերի, որը նաև մեր արվեստի, մշակույթի, գրականության մեջ է։ Մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում, ուղղակի մեր բախտն էր ուրիշ, ոչ մեր բախտը ուրիշ է, այո, մեր բախտը ուրիշ էր, մենք պետք է լինեինք այս տարածքի ամենահզոր երկիրը, տվել էր Աստված այդ աշխարհագրությունը, տվել էր 300,000 ամրոց, 300,000 քառակուսի բնական ամրոց, տվել էր։ Բնիկ ազգ, որտեղ 4500 տարի ապրում է, կունենա 30,000 քառակուսի կիլոմետր, եւ դա էլ հարց ունենամ, թե չունենամ։ Այս հիվանդությունը երբ պետք է մենք ախտորոշենք, որ ամբողջ 4500 տարվա մեջ մենք ընդամենը մի հատ Տիգրան մեծ, 2000 տարի անցել է Տիգրան մեծից, այդ տղա, ուշքի արի։ 4500 տարվա մեջ մի հատ հայկիներ ունենք, հասկանում ես, մի հատ ավարայր
որը մեծ հարցական է, իրականության մեջ մեծ հարցական է, թե հաղթանակ է, թե հաղթանակ չի, եւ Սարդարապատ։ Մեծ հայրենականներ մեզ բան ենք անում, սեփականացնում ենք, Ռայստագի կողքը քաչարի ենք բայ։ Դուք եղել եք Ռայստագի կողքը հսկայական սովետական բանակի իբրև փոքրիկ, գուցեև կարևոր վինցիկ։ Դու չես հաղթել Գերմանիայի։ Չէ՞։ Մենք հաղթել ենք, դու չես հաղթել Գերմանիայի։ Դու մասնակցել ես այդ հաղթանակին։ Լավ ես մասնակցել, մարշալներ ես տվել, գեներալներ ես տվել։ Մի գերագնահատիկ ես։ Մի գերագնահատիկ ես։ Քո գերագնահատելու արդյունքն է այն, որ Նիկոլն այսօր քո ղեկավարը։ Եվ Նիկոլը մի ճիշտ բան արեց կամ լավ բան չարեց, լավ չէ, էլի ճիշտ։ Ցույց տվեց մեր էությունը։ Բայց մենք չենք ուզում համաձայնվել, որ դա մեր էությունն է։ Ասում եք, չէ, դավադրություն էր։ Թուրքական գործարքներ, եթե գիտեիք բազգային անվտանգություն չունենայիր։ Ու երբ որ դու մի ազգ ես, որ $100 կարա քո սպան ծախվի։ Իշքան ուզում ես ասա, բանակս ես, բանակն ես, բանակը, լավ հորոսներ ունեցել ենք, լավ գեներալներ ունեցել ենք, լավ սպա ունեցել ենք, բայց բանակը պարդված, ջախջախված բանակ է այսօր։ Չենք ուզում ընդունել։ Ինչ չենք ուզում ընդունել, որ մեր բանակը այսօր պարդված, ջախջախված, հուսալքված, բարոյալքված։ Էնա խոսում է մարդը, ասում է, չէ, Նիկոլ ասում է 50% է։ 50%-ը փախնում է բանակից։ Ազատվում է զանազան պատճառներով։ Այստեղ Նիկոլն է մեղավոր։ Նիկոլն է դասավորում 50%-ի բանակից փախնելը։ Իմ մտերիմները առանց ամաչելու, գիտեն իմ կեցվածքներ բաններ, իմ մտերիմներ առանց ամաչելու դեմ նստում են, ասում են, որ իմ տղեն բանակ պիտի չգնա Սրբազան։ Ամոթանք եմ տալիս, ես եմ անում եւ արին։ Չպիտի գնա Սրբազան։ Ում է պետք Սրբազանի այդ հարգանքը։ Եթե իր մտերիմին չի կարողանում բացատրի, գիտես ինչ։ Պետք բանակ գնաք։ Եվ անխտիր պետք է գնան, բոլորը պետք է գնան։ Կանայք է պետք է գնան։ Դա անխուսափելի է հայկական իրականության համար, դա անխուսափելի է։ Այս գեոպոլիտիկ, ռեալ պոլիտիկ, գեոպոլիտիկ այս բանում տարածքում, եթե մենք ուզում ենք հայկական պետականություն ունենալ, եւ ոչ թե այս խղճուկ չնչին ողորմելի սահմանների մեջ, ուրիշ ձև չկա։ Քան լինել գեր ռազմականացած պետություն։ Սա տերները պետք է ասի։ Հա։ Ես պետք է ասեմ սա։ Ուրիշ ճանապարհ չկա։ Մնացած բոլոր ճանապարհները բերելու են հայկական ինքնության, հայկական պետականության վերացման։ Անունը դարձյալ ասում եմ, կպահպանվի Հայաստանի Հանրապետություն։ Կդառնա մի 100 տարի հետո կասեն Էրմենիստան Թուրք Ռեսպուբլիկасы, այսինքն Հայաստանի թուրքական հանրապետություն։ Կդառնա տարածքային անվանում Հայաստանը։ Եղել է, չէ, Հայաստանը եղել է արաբական խալիֆատի մեջ, անկախ պետություն չէր, ինքը տարածքային միավոր էր Հայաստան։ Նույնը պարսկական կայսրության մեջ տարածքային միավոր էր Հայաստան։ Եվ Հայաստանը կար, երբ որ Հայաստանի պետությունը չկար, Հայաստան աշխարհագրական միշտ եղել է։ Հռոմեական կայսրության մեջ գնում են Հռոմ ցույց են տալիս, տես Հայաստան, ընդ որում բանի մեջ է, էլի, Հռոմեական կայսրության մեջ։ Հա։ Միայն Սուլտան Համիդն է, որ արկել է, չէ՞, Հայաստանը չօգտագործեք։ Մինչև Սուլտան Համիդ Հայաստան ազատորեն օգտագործում էին հայերը։ Իբրև աշխարհագրական տեղանում։ Ունես որ Հայաստան անունով չի նշանակում, որ Հայաստան կա։ Մենք ես զգացական բաներով ենք ապրում, զգացական բաներով, ռեալ պոլիտիկ, հայը ու ռեալ պոլիտիկն ու։
Այսօր այդ մինիմալիզմը որով բան է, սա ես միշտ ասել եմ, որ այս մինիմալիստական բանը ուզենք չուզենք կլինի, ազգի մեջ պետք է լինի։ Արարատը տանք հանգիստ ապրենք, Ղարաբաղը տանք հանգիստ ապրենք, թուրքերին թողնենք, այս պետք է լինի, բայց սա պետք է լինի չնչին փոքրամասնություն։ Իսկ այսօր չնչին փոքրամասնությունը մենք ենք։ Եվ չնչին փոքրամասնության իշխանության գալ միմիայն հնարավոր է անհնարին ճանապարհով։ Հնար չկա։ Եթե դուք տեսնում եք այդ հնարը, ցույց տվեք։ Հեղափոխություն չի կարա անի փոքրամասնությունը, հեղաշրջում չի կարա անի, եթե հեղաշրջում անելու ունակ լիներ այդ ազգային անվտանգության եւ բանակում կլիներ, ընտրությունով անհնարին է, ընտրությունով բացարձակ ամենաանհնարին ընտրությունով է։ Բանակը եթե բանակ լիներ, ինքը կնայեր, կկանգներ ու կասեր, թե ոնց է Արցախը հայաթափվում, կամ կասի ես թույլ եմ, ինչ բանանեմ, ես էլ կորցնեմ, էսի հայի պեսի բանակի պահված կա, ես դե չեմ հասկացել բանակը։ Ես եմ սխալ հասկացել երևի։ Եվ ես կանից հետո բան անել, թե հիմա ես հունվարի 28-ին ոչ բանակի տոն եմ նշում, ոչ էլ բան, թող ինձ ներեն զոհ բանը։ Ես պարտված բանակի տոնը չի պիտի նշեմ։ Երբ որ իմ բանակը կվերագտնի իր փառքը, ես ժամանակ կնշեմ։ Ես ջարդված, կոտրված, Արցախի ցեղասպանությանը բանով բինոկլով նայած բանակին, ինչ պիտի նշեմ։ Արցախը հավետ կորցրած։ Բակրատ Սրբազանը կա, ինքը լավատես է, ես միշտ ասում եմ, ինքը ով ուզում է լավատեսություն, գնացեք, համեցեք։ Սիմեոն Երևանցու ժամանակ, ուրեմն Սիմեոն Երևանցին լավ քարոզ էր խոսում, բայց քյոսա էր։ Մարդիկ ասում էին, այս քյոսենով է, մեջ տեսք չունի էլի։ Եվ կար մի հատ Մովսես անունով, հոգևորականով փառայեղ տեսք ուներ, գեղեցիկ տղամարդ, շքեղ մորուք, բան եւ այլն, այս էին ասում բան։ Այն ժամանակ էլ այդ խոսքը կար, ասում էր, թե մորուք կուզես Մոսես, թե քարոզ կուզես Քյոսես։ Պատմությունից օրինակներ են բերում, սովորեք։ Հիմա այս իմ բանն է, եթե լավատես եք ուզում, տավուշ, ճանապարհը բաց։ Ես վադատես եմ, բայց վադատես ասելով, ես չեմ ասում, թե բուժում չկա։ Ես չեմ ասում փրկուց, կա, բայց եթե հասկանանք, որ հիվանդ ենք, եթե ինձ բժիշկս քննի, ասի, որ գիտես ինչ, քաղցկեղի 4-րդ ստադիայում ես, այսօր եկուց ես, ես պետք է ասեմ, ինչ ես խոսում, Դինդունում չէ, որ հիվանդ եմ, որ բուժվեմ, շանս ունենամ բուժվելու։ Իսկ ես այս բաները, որ խոսում եմ, բացեք նայեք ինչ հայույակներ եմ ստանում։ Ես ամաչում եմ, այդ հայույողների տեղն եմ ամաչում։ Այդ տղա ջան, աղջիկներ կան հայույող։ Ասում, ես ձեզ ինչ եմ արել։ Ինչ եմ արել ձեզ։ Կամ որևիցե մի տերդեր, ինչ արել ձեզ։ Խեղճ մարդը հակել է այս սքեմը, այս անհաջող, անհարմար, նվիրվել է ձեզ ծառայության, ինչ արել ձեզ, որ այդ հայույակների եք արժանացնում։ Ընդամենը ասել է, որ հիվանդ եք բուժվեք։ Ուրեմն իմ ես վերջին 6 տարվա, միայն 6 տարվա, այն ժամանակ 6 տարվա գործունեությունը ինչ պարզ չի, որ ես ինչ եմ ասում։ Քանի անգամ ասի բացեի բաց ռազմական հեղաշրջումը պետք, պատերազմի օրերին ասի։ Եվ նախագահներին ասեցի, Քոչարյանին եւ Սերժին։ Ասի լավ դուք, պարոն նախագահ Քոչարյանի, 10 տարի նախագահ եք եղել, դրանից առաջ մի տարի, 2 տարի էլ վարչապետ, չէ՞։ Այդքան տարի էլ Ղարաբաղի նախագահ։ Դուք ձեր կողմնակից, գաղափարակից ոչ մի գեներալ չունեք։
ոչ բանակում, ոչ ոստիկանություն, ոչ ազգային անվտանգություն, որ բան ձեր կողքը կանեն եւ հեղաշրջում իրականացնեն։ Եթե իրենցով է, Սերժ, դու ավելի 10 տարի նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, ազգային անվտանգության քարտուղար, պաշտոն կա որ չես տարել, հա, շախմատի ֆեդերացիայի նախագահ, դու ոչ մի գեներալ քեզ նվիրված չունես, ոչ ոստիկանությունում, ոչ ազգային անվտանգությունում, ոչ բանակում, որ ելես փողոց պատիվ ունեմ, մատիվ ունեմ։ Դա ռեալ պոլիտիկի ինչի մասն էր խոսում, պետք է ռեալ պոլիտիկն է, չէ որ ընդրությունով չի հնարավոր չի սա փոխել։ Ուր եք գնացել ընդրության, ուր եք մտել ընդրության։ Նշանակում է ձեր նպատակը, փոխելը չի։ Դա ձեզանից լավով պետք է իմանա, որ եսի ընդրությամբ չի փոխվի։ Ինչով ենք զբաղված եղել մենք 30 տարի։ Մենք 30 տարի pedagoganություն չենք ստեղծել, մենք pedagoganության իմիտացիա ենք արել, դրա համար չարաչար հադուցում ենք։ Մենք 30 տարի հեգնել ենք Ալիևներին, իսկ Ալիևները ստեղծել են պետություն։ Հիմա էլ էս ավանագը, ասում այո մեր բրենդը դեմոկրատիան է։ Ումա պետք արա քո դեմոկրատիան։ Երբ որ երկիրն ես վարի տալիս, դեմոկրատիան ավելի մեծ արժեքի, քան հայրենիքի սահմանների մեծությունը, կարելի է հանուն դեմոկրատիայի զիջել տարածք, դե թող զիջեր են, Ալիևը ինչի չզիջեց։ Են քիլդի միլդի մուլտիկ ունեի, չէ, 30 տարի այդ քիլդիմով ապրանք, և իրոք էլ հավատում էի, գիտես, որ այդ քիլդիմն է, որ հայ զինվորն ես բանով, ինչ պարզվեց իրականով։ Եվ մի այսօր էլ մի թերագնահատեք, սխալ է որ թերագնահատեք Թուրքին, մի թերագնահատեք Թուրքին։ Ձեզ մի գերագնահատեք, Թուրքին մի թերագնահատեք։ Եթե թուրքը վատն է, ինչու է նստած ձեր երկրում։ Այս հարցը տալիս եք ձեզ։ Ինչու է սարի վրա հենց անի հենց դիմաց գրած սարի վրա օնջե վաթան։ Ինչ է նշանակում օնջե վաթան։ Թուրքերեն էլ սովորեք, պետք է գա։ Ամենից առաջ հայրենիք, նախ եւ առաջ հայրենիք, այսինքն հայրենիքից կարևոր բան չկա։ Իսկ ո՞րն է ինքը հայրենիք համարում։ Որտեղ որ իր զինվորը կանգնած է, եւ ինչը որ խլելա քեզանից եւ լավ է արել խլելա։ Ողորմելի չլնեիր չխլեր։ Ես հրյան 1900 տարվի իր ողորմելիությունը թոթափում է։ Ասում 1900 տարի ընդունում է իր ողորմելիությունը, որ 1900 տարի ողորմելի է եղել։ Չի ասում 1900 տարի ես հերոս, սենց, դες բան չեք լսի։ Ասում որ 1900 տարի ես ավանակ եմ եղել, հիմա չպետք է լինեմ։ Եվ չի լինում, կոդորում է գազային։ Գազան կլնի չի լինի, անկախության գազնի չի հասնի, եթե հեշտ կարևոր չի։ Են միտիս հողի վրա, որ գազան պետք է անկախանա, խերն է մանից այդ անկախության։ Աշխարհի ամենախիտ բնակեցված շրջանն է գազան։ Իրար վրա են ապրում։ Անկախության վրա հաշիվ կա, չէ՞, հիմա նույն 30,000-ն է, 30,000 անկախություն եք կերտել, ոչ մի բան չեք կերտել, այդ անկախությունը երկնքից ընկել է 18 թվին, մի հատ էլ ընկավ 91 թվին։ Պետք էր վերցնել, ասել ես ինչ լավ բան էր, ու զորանալ, չէ, վերցնենք ու կերանք։ Որտև մեզ ինչա պետք, քեշ փող։ Եվ այս հիվանդությունը, որ ասում է Սրբազանը, պարզվում է Սրբազանը բանագինակ կա բնում, ազգինակ կա բնում, սարանակ կա բնում, թուրքին էլ գովում է։ Ի վերա այսր ամենայն էլ երիք չի, հայրին այպանում ալը մի հատ էլ թուրքին գովում է։ Ես ոչ թուրքին եմ գովում, ոչ հային եմ այպանում, ես ասվեմ, այս մարդը հիվանդ է, այս մարդը առողջ է։
Հիմա եթե դու բժիշկ ես, օբյեկտիվ բժիշկ ես, հայ հիվանդ մտնում է, նրա համար որ հայ է, դասես առողջ ես, թուրքը որ մտավ, նրա համար որ թուրք է, դասես հիվանդ է։ Չի կարելի, չէ՞։ Այս զգացմունքային, զգացական, որ ավելի կանանց մոտ լիներ 20,000 կանանց կասեին, հա լավ, կանայքն են ցել։ Բայց տղամարդիկ դες կլինեն։ Հիմա վերջացնեմ ասածս, որովհետեւ շատ երկար չլինի, դիագնոզի վերջնական բանը, հա։ Եզրակացությունները, Սասունցի Դավիթները պետք է շատանան, ցռան վերգոները պետք է պագասեն։ Որը զգում եք, որ դուք Սասունցի Դավիթ եք, պետք է բազմանաք, շադանաք։ Սասունցի Դավիթների տոգոսը գոնե պետք է հասնի 2%-ի։ Մի տոգոսը չի գերազանցում այս ազգի մեջ։ Առաջինը, որ կուզեինք հարցնել, ինչու է սովորաբար գնահատականներ տալիս եւ այսպես անվարան, անվաղ խոսում դուք Աշակ Սրբազանը եւս 1-2-ը, բայց մեր եպիսկոպոսած դասը կարծեմ 50+ քանակ մի քիչ չեք կարող ասել։ Ամեն դեպքում ինչու են пассив կամ գուցե անհաղող մեր մյուս եպիսկոպոսները։ Երևի դուք եք մեղավոր, իրեն չեք հարցնում։ Գուցե սա բնույթի հարց է, թե։ Չէ, ինձ մեզ եք հարցնում, իրեն չեք հարցնում։ Մենք հարցերը չեն պատասխանում։ Հա։ Այո։ Մյուս եպիսկոպոսները կարծես միշտ ջրի հատակ։ Իսկ միակողմ են բոլորը։ Այո։ Միակարծիք են։ Այո, իհարկե միակարծիք են։ Թեթև մանր տարբերություններ կարող են լինել։ Բայց հիմնականում իհարկե միակարծիք են։ Ճիշտ եմ հասկանում, կան եպիսկոպոսներ, որ ամեն դեպքում թելնում են Փաշինյանի թելը։ Չեմ կարծում այդպիսի եպիսկոպոսներ կան, բայց երևի կան եպիսկոպոսներ, որոնք ընդհանրապես կոնֆլիկտի գնալու ցանկություն չունեն։ Եվ իրենց մոտեցումը այն է, որ եկեղեցին բոլոր դեպքերում պետք է կայսրինը կայսեր տա։ Սա հասկանալի ըմբռնում է, հասկանալի մոտեցում է, բայց սա կայսրինը կայսերը չի կարելի դիտել առանց Աստծուն դիտելու։ Ասում եք կոնֆլիկտում հետ Իշխանության, կայսեր։ Իսկ հակադրվել չեն ուզում։ չեն ուզում։ Որևէ մի իշխանության, ոչ թե կոնկրետ Նիկոլի։ Մեծ անվերապահ հաջողություն են Բեհապար Հայրապետի։ Իհարկե, ոնց կարող են չաջակցել։ Սահակ պատրիարքը շատ հստակ, Սահակ պատրիարքները լուր, բայց ինքը շատ հստակ ասեց, չէ՞։ Ասես նույնիսկ անբարոյականություն է մտածել հաջորդ կաթողիկոսի մասին այն ժամանակ, երբ որ աթոռը թափուր չէ։ Բայց իր տեխնազությունը քննարկվում էր ամեն։ Դու ով ուզում եք որ քննարկի, բայց ինքը չի քննարկում։ Ինքը իրեն տեխնազ չի նկատում։ Ինչ նպատակ ունի այս ամենով իշխանությունը, ինչ է ուզում հասնել։ Դե նոր ասեցին, ուզում է ունենալ հնազանդ եկեղեցի, իրեն հնազանդ։ Երբ որ իրենք իշխանության չէին, դժգոհում էին, որ եկեղեցին պետք է հնազանդություն չցուցաբերի, հիմա հնազանդություն չի ցուցաբերում, էլի դժգոհ են։ Բեհապար Հայրապետը անցած տարի եկեղեցու օծման արարողությանը, երբ որ ձեռք մեկնեց նորից իշխանությանը, սա բավականին բուռն քննարկումների տեղի տվեց։ Այդ թվում այո, բայց մենք հիշում ենք, որ Փաշինյանը նույնիսկ չսպասեց, որ ծիսակատարությունն ավարտվի, նա դուրս եկավ եւ լքեց եկեղեցու տարածքը։ Այս միջադեպից հետո ընդհանրապես քննարկումներ եղան դեռ այն ժամանակ։ Չէ՞ որ մինչ այդ էլ հանրապետության անկախության օրը հիշում ենք, թե ինչ գռեհիկ տեսարան ապահովեց իշխանությունը ոստիկանների միջոցով Սարդարապատ հուշահամալիրի։ Դե մենք գիտեք չարին չարով չենք պատասխանում, եկեղեցի ենք մենք, չէ՞։ Մենք նույն մեթոդներով չենք պատասխանում։ Ուզում եք ասել հիմա էլ միջոցառում լինի նրանք կհրավիրվեն սիրահորժարին։ Ես կողմ չեմ լինի հրավիրելուն, բայց եթե մեծամասնությունը հա, բայց ես համաձայնությունս հայտնեցի մեծամասնության, որ մեծամասնությունը այդպես որոշեց, ասի լավ, որևիցե արարգություն ցույց չտվի։ Փաշինյանը ինքն է անընդհատ սար դրել ձեր եւ
Այո, ինքը կարող է անել, բայց մենք նույն ձևով եւ նույն մեթոդներով չենք կարող պատասխանել։ Մենք եկեղեցի ենք։ Այսինքն քրիստոնեաբար ներում եւ սիրում եք անգամ Փաշինյանին այսպիսի արտահայտություն։ Երևակայեք։ Իսկ որ ասում է Բեհարանը Բեհի։ Ինչ իմանամ ես իր ռեբուսները չեմ կարող հասկանալ։ Դուք պետք է իմանաք։ Քրիստոնեաբար պետք է հարձակվենք եկեղեցու վրա եւ այնտեղ ընտրություններ տեղի ունենան։ Դուք վստահ եք, որ ներսից աջակցություն չի լինի եւ ինչ այս Իհարկե վստահ եմ։ Իրենք տեսեք ով էր նրանցից մեկը ինչ-որ կարծիք հայտնեց կենթանական մագանուն ունեցող մեկը այդպիսի կարծիք հայտնեց, չէ՞։ Փորձելով սեպ խրել ամուսնացյալ եւ կուսակրոն հոգեվորականության մեջ, թե ինչու ամուսնացյալ հոգեվորականությունը, ինչու վեր չեն չէ, ինչու ամուսնացյալ հոգեվորականությունը չի կարող բարձր աստիճան ունենալ եւ նույն կուսակրոնները։ Այդ փորձում են այսպիսի սեպեր խրելով, հա, փորձում են պարակտում ստեղծել եկեղեցվո մեջ, դա չի հաջողվի։ Առաջին անգամ չի։ Հա, իրապես ճանաչում է, հա, ինձ։ Դուք ձեր ելույթում քիչ առաջ այստեղ եկեղեցու շուրջ կատարվողի մասին քննարկմանը ասացիք, որ պետության ինստիտուտները այլևս խախտված են, եւ ձեզ համար շատ ավելի մեծ հույս կա, որովհետեւ եկեղեցու դեմ աշխատողը միշտ անհաջող ավարտ են ունեցել։ Բայց դուք խիստ տարակուսած եք, որ չի գործում ազգային անվտանգության ծառայությունը, չի գործում արդարադատության նախարարը, որտեղ անձնական կյանքի իրավունքի խախտում կա այստեղ։ Ինչ եք դուք ասում։ Չի գործում քննչական կոմիտեն։ Այո։ Չի գործում առողջապահության նախարարությունը։ Լավ, ինչ եք կոնկրետ, հա, կոնկրետ խոսանք։ Ինչ եք ակնկալում այս մարդկանցից, ովքեր նշանակվել են Փաշինյանի կողմից։ Եվ նրանք արդեն իսկ գնացել են։ Լավ, ում կողմից ուզում են նշանակված լինեն, բայց ազգային անվտանգությունը հայեցակարգ պիտի ունենա, թե չէ։ Ուրեմն ազգային անվտանգության այդ պատասխանատուները պիտի ներկայացնեն իրեն վտանգները, որոնցով հղի է իր մոտեցումը, թե ոչ։ Նույնը քննչական կոմիտեն պարտավոր է քրեական գործ հարուցել այնտեղ, որտեղ կա հանցակազմ։ Արտարադատության նախարարությունը պարտավոր է իրեն ներկայացնելու այն վտանգները կամ այն խախտումները, որ ինքը ցույց է տալիս։ Պարտավոր են, ինչ կապ ունի իրեն իր կողմից են նշանակվել։ Եթե իր կողմից նշանակվածները իրավունք չունեն որևիցե բան ասելու, սա նշանակում է արդեն դիկտատուրա։ Սա նշանակում է ավտորիտար կառավարում եւ դրան են գնում։ Որովհետև եթե ես ուրիշ անգամ եմ ասել, եթե ՔՊ-ի մեջ չկա ընդդիմություն, ցանկացած կուսակցության մեջ նույնպես պետք է լինի ընդդիմություն։ Եթե ՔՊ-ի մեջ չկա ընդդիմություն, գլխավորը ինչ ասում է, ծափահարում են, սա նշանակում է, որ վտանգավոր դիկտատուրա է հաստատվում Հայաստանում։ Հիմա դիկտատուրայի դեմ եկեղեցին պիտի արտահայտվի, թե ոչ։ Արտահայտվում է։ Բայց գլխավոր դատախազնել արտարադատության նախարարն է ցանկացած պաշտոնյա անձել իրավունք ունեն իրեն ասելու այն վտանգների մասին, որոնք կան, բայց չեն ասում, որովհետև իրենք էլ հանցակից են։ Եվ ենթարկվում են դիկտատուրային։ Եվ ներկայացնում են այս ամեն ինչ ինչպես դեմոկրատիա, ինչ դեմոկրատիա չկա։ Աբազյանը եւ Վարդապետյանը եւ մնացած հանցագործներ են։ Այո, եթե չեն զգուշացնում, հանցագործ են, իհարկե։ Քանի օր է Փաշինյանը որոշել է խորհուրդ ձևավորել, ինչ որ տաղանդավոր մարդկանցից կազմված, ինչ որ հոգու հայելու մեջ Ոչ մի տաղանդավոր մարդ չի կարող կազմել այդ հանձնաժողով կոչվածին։ Կարծում եք նրանք չեն համաձայնի Փաշինյանի նախաձեռնությանը միանալ։ Մենք գիտենք շատ մարդ կան։ Օխլոսից սիրով կմիանա։ Սրբազան այ դուք բացառում եք, որ օրինակ Վազգեն Սրբազանը կարող է միանալ Նիկոլ Փաշինյանի Այո, բացառում եմ։ Բայց նա Նիկոլ Փաշինյանի հավատարիմ աջակիցն է։ Լավ, թող լինի աջակից, բայց չի կարող ինքը գործել եկեղեցվո դեմ։ Եկեղեցվո դեմ չի կարող գործել, չի գործի։ Սրբազանը ինչ է կարծում Նիկոլ Փաշինյանը ինչու է այս 3-4 օրերին լավություն պահպանում։ Ինչ իմանամ, երևի դեղերը խմել է։ Նիկոլ Փաշինյանը քաստինգ էր հրավիրում, բայց ոնց էր ժողովուրդը չհավաքվեց։ Ինչի քաստինգ։ Քաստինգ էր հրավիրում, ասում էր Բեհարանը պետք է ազատել եւ այլն, բայց ժողովուրդը չի հավաքվել ոնց որ։ Աշուտ չի հավաքվել։ Իսկ եթե այդուհանդերձ գնան բռնություններով
ներխուժելուն, մայրաթող ներխուժելուն։ Դրանով ոչ մի բան չի լինի։ Դրանով եկեղեցին այդպիսի բաներ տեսել է։ Օդյալ հայրապետը մնում է օդյալ հայրապետ եւ գլուխը Հայաստանի այդ եկեղեցվո, քանի դեռ Տերը այլ բան չի տնօրինել։ Սրբազան ամեն դեպքում է բժշկությունների շարունակել։ Ձեր կանոնադրությամբ եք ասում։ Համենայն դեպս գլխավոր շտաբի Ո՞մ կանոնադրությամբ ասեմ։ լավ եք հիշում, թե ինչպես նա մեկ վայրկյանում որոշեց գլխավոր շտաբի պետից ազատվել եւ այսպես իրավունքի ուժով մի ձևակերպում գտան եւ նշանակեցին մեկ այլ զինվորականի։ Դուք լավ եք հիշում, Մեզ մոտ դա բացառվում է։ Եկեղեցում դա բացառվում է։ ձեր ինքնավստահությունը ինչ կա։ Որտեղ ես ճանաչում եմ եկեղեցին էլ, ճանաչում եմ իմ եղբայրներին էլ։ Ճանաչում եմ իրենց հնարավորություններն էլ, ճանաչում եմ եկեղեցու պատմությունները, չի կարող նման բան լինել։ Այո, իրենց ցանկությունը կա, բայց չի կարող նման բան լինել։ Անելու կամ հապար հայրապետին թողնել ինձ ասել, այնտեղից դուրս անելու ոչ մի միջոց, Ոչ մի միջոց իշխանությունը չի կարող ունենալ եւ չունի։ Սրբազան ամեն դեպքում, եթե բռնությանը գնան, դուք նոր նշեցիք, որ նույն ձևով ու նույն մեթոդերով չեք շարժվելու, ինչպես իրենք են անում, բայց իրենք նշում են, որ պատրաստ են այդ բռնությանը։ Հիմա օրինակ Իրենք նման բան չեն ասում, չէ, պատրաստ են։ անելու, օրինակ ձեռքերը բարձելու եք վեր ու հանձնեք այդ ամեն ինչը, ոնց եք պատկերացնում, ոնց է ձեր Ուրեմն ես ասել էի, չէ, եթե դուք ընդունակ եք ամեն ինչի, մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի։ նույն չարությամբ Չէ, չարը չարությանը դա ուրիշ բան է, ինքնապաշտպանությունը եւ անհրաժեշտ գործիքակազմ ցուցաբերել նման բաներին անշուշտ ուրիշ բան է։ Հիմա երբ որ Արցախում մեր հոգեվորականները զենքը ձեռքին կռվում էին, դա նշանակում էր ինչ, չարություն, թե հայրենիքի պաշտպանություն։ Ուրեմն մենք հոգեվորականներս ի վիճակի ենք եկեղեցին պաշտպանելու։ Եթե նույնիսկ ժողովուրդը մեզ թողնի միայնակ։ Դուք լավ եք հիշում, որ կասկածներ ունեք։ Հա? Այդպիսի կասկածներ։ Ինչ, որ պետք է հարձակվեն։ Չէ, որ ժողովուրդը կարող է միայնակ թողնել։ Չէ, ոչ։ Բայց դուք նկատել եք, որ Վահագն Ալեքսանյանն ասել է հնարավոր է Փաշինյանը ինքը առաջնորդի այդ արշավը եկեղեցու դեմ։ Նա իր հարցազրույցներից մեկում քաղ պայմանագիր կուսակցության ներկայացուցիչով համարվում է իրենց այսպես բանալ։ Համարվի։ Ես ամեն մի կենտանական ծագում ունեցող մարդկանց ասածներին չեմ պատասխանում։ Երբ որ հոդին ներկայացուցիչ դառնա, այն ժամանակ կներեմ իրեն։ Դուք կասկածներ ունեք, որ քաղ պայմանագիր կուսակցության պատգամավորները նաև հավատացյալներ են կամ Իհարկե կասկածում եմ, լուրջ կասկածում եմ։ Փաշինյանը իրեն Եթե որևիցե մեկը ամենայն հայոց կաթողիկոսին ինչ-որ կտրիչ Ներսիսյանով է խոսում, դա ինչ հավատացյալ կարող է լինել։ Դա հավատացյալ կարող է լինել։ Պարոն Աճաբաղյանով խոսողը կարող հավատացյալ լինել։ Դուք պատրաստ եք այդ սցենարին, որ Փաշինյանը ինքը գա դեմ առ դեմ կանգնի եւ իրեն բնորոշ բառամթերքով խոսի Վեհապար հայրապետի եւ ձեզ եւ մնացած բոլոր եպիսկոպոսներին։ Հարցեր եք տալիս, որ չի։ Այսինքն ինչպես կանգնի, թող գա խոսի իր բառամթերքով, թող գա խոսի։ Նա առայժմ վարչապետ է եւ նրան են ենթարկում բոլոր ուժային։ Թող ենթարկվեն։ Թող ենթարկվեն։ Փաստացի ժողովուրդը քիչ տվեց, որ երկու անգամ դες տանեն։ մի փոքր առաջ գա։ Ժողովուրդ առանց կորալու, սպասեք։ Բազանջան մի քիչ։ Սրբազան ժողովուրդը երկու անգամ փաստացի ցույց տվեց, որ երեք Հիմա եթե ժողովուրդը էլի ցույց տա, որ դուք գնաք Կխնդրեմ, որ թույլ տա։ Հիմա դուք եք ընդդիմանալու ժողովրդի կամքին։ Որովհետև նախ շնորհակալություն բոլորին այն պահվածքի համար, որ ցուցաբերեցիք, խորապես շնորհակալ եմ եւ անձնապես եւ իբրև հոգեվորական, բայց իրենք հասկացան, կարծում եմ, որ գոնե իրենք այս պահով հասկացան, ինչի համար եմ սա ասում, ինչպես տեսնում եք վարույթը ձեռնարկվել է ամսի 17-ին, իսկ կարող էին շատ հանգիստ, շատ մեգուսի ձերբակալել ամսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին եւ մինչեւ 26-ը ներառյալ։ Բայց իրենք կամ գիտակցաբար, կամ անգիտակցաբար, ես ավելի հակված եմ առաջինին, որ ցույց տան նաեւ իրենց ուժը մայրաթորի պատերիցներ,
իրանք չպիտի որ չիմանային օպերատիվ տվյալներ չունենային, որ այսօր նախատեսված է քահանայից ժողով, եւ դժվար թե չիմանային, որ ես արդեն քանի տարի է, 20 տարուց ավել է, այդ քահանայից տարեկան ժողովի կոորդինատորն ու պատասխանատուն եմ, եւ նախագահ վեհապար Հայրապետի կողքին ադենապետն եմ։ Շատ լավ գիտեի, բայց ինչու համար որոշել էին ամսի 27-ին այստեղ այդ մասկի շոուն կազմակերպեցին, չստացվեց, շնորհակալ եմ ինչպես ձեզ, բոլորիդ քահանաներին, ժողովրդին, իմ հոգևոր եղբայրներին, վեհապար Հայրապետին, իմ մասնավորի, իր հայրապետական բարձր պահվածքի համար։ Հիմա իրանք հասկացել են եւ նահանջել են։ Եվ դրա համար ավելորդ է այլևս թույլ տալ, որպես իրենք երկրորդ ինչ-որ հարցակումը թույլ տան եւ երկրորդ անգամ պղծեն մայրաթորի հոգեպարար, հոգևոր մթնոլորտ։ Ես որևիցե բանից չեմ վախենում։ Այս մեղադրանքը բացարձակ շինծու ապօրինի մեղադրանք է։ Ես երբեք չեմ թաքնվել, երբեք էլ չեմ խոսապել, իմ ասածներից էլ չեմ հրաժարվում, ասել եմ, լավ եմ արել եւ պիտի շարունակեմ նույն ոգիով։ Եվ հիմա միակ խնդրանքս է, որ թողնեք, որպես ես նստեմ մեքենան եւ մեր սիրելի փաստաբանի հետ գնամ քննչական կոմիտե ներկայանալ։ Սրբազան մեկ տարի առաջ արված հայտարարությունը հիմա դարձավ քրեական վարույթ Ինչը։ 2 տարի առաջ։ Դե այդ մասին պետք է գնանք խոսանք, չէ՞։ Այդ մասին պետք է խոսենք։ Բա գնում ենք խոսելու։ Չեք լռելու, գնում ենք խոսելու։ Ժողովուրդը խնդրում է մի հատ աղոթանեք Սրբազան որ ասացիք ասել եմ լավ եմ արել նկատի ունեք այդ Որ ասել եմ այից մինչև ֆակ։ Ոչ ես ճշտում, ասում եմ այից մինչև ֆակ։ Սրբազան, պարզ է որ ձեզ եւս կգա։ Մեկ է, ինձ համար մեկ է։ Մենք այս աշխարհում հոգևորականներս ապրում ենք իբրև աքսորյալ։ Հիմա բանդում կլինի, բանդից դուրս, ամենտեղ էլ մեզ համար բանդ է։ Բայց որտեղ է, որ Աստված մոտիկ չի։ Ամենուր Աստված մոտիկ է, նաև բանդում։ Բայց այսպես բոլորը մեկուսացնելով հերթը կգաք ասել։ Չէ, չեն կարծում, չի հասնելու։ Հիմա նախ եւ առաջ մեր գերագույն խնդիրը եւ մեր բոլոր հոգեվոր եղբայրներով վեհապար Հայրապետի գլխավորությամբ մենք մեր գերագույն խնդիրը ձեր օգնությամբ, ձեր օժանդակությամբ, առանց ձեր օժանդակության ոչ մի բան չէինք կարող անել, հա, այս ճակատագրի ասած հաղթաթուղթ չտանք, որպես իրենք երկրորդ հարձակման նիկոլականները ավելի այդ բանը տանում են համացանցում, որ ես թաքնվում եմ ձեր հետևում, ես թաքնվում եմ քահանաների հետևում, թաքնվում եմ եպիսկոպոսների եւ ուսների եմ թաքնվում։ Թույլ տվեք իրենց ապացուցել, որ ես չեմ թաքնվում։ Եվ դուք էլ կարող եք այս ամբողջը արդահայտել այնտեղ, որտեղ ավելի հնարավոր է արդահայտել, քան թե փորձենք այս հոգևոր մթնոլորտը խաթարել մայրաթորին։ Մեկ շարժվեց։ Որ ապացուցեմ, որ ապացուցեմ։ Ժողովուրդ ջան, թողեք։ Ճակատամարտը հաղթեցիք պատերազմը Ջանում ձեզ քննադատում են իշխանության ներկայացուցիչները եւ հաճախ նաեւ ընդդիմության ներկայացուցիչները։ Դուք ձեզ համար բացատրություն գտել եք, ինչու եք երկու կողմից թիրախավորվում։ Դա ցույց է տալիս ըստիս երկու բան։ Նախ որ ես իրոք ոչ մի կողմից չեմ ղեկավարվում, ոչ մի կողմին չեմ պատկանում, իրապես անկողմնակալ մարդ եմ։ Եվ երկրորդ, որ իմ ասածը, այո, ճշմարտություն է, որից խրճում են երկու կողմերն էլ։ Ձեզ կաշկանդում է այդ քննադատությունները, այսինքն դուք ինչ որ պահի զգուշավորություն փորձում եք ցուցաբերել, որպեսզի թիրախում չհայտնվեք։ Չէ, զգուշավորություն չեմ ցուցաբերում, ցավոք գուցե, բայց անշուշտ երբեմն տրտմում եմ, նեղվում եմ,
Որովհետև այն արտահայտությունները, որ իմ հասցեին արվում են, ոչ միայն վիրավորական են, այլ նաև բնավ առնչություն չունեն ճշմարտության հետ։ Որ արտահայտություններն են ձեզ վերջի շրջանում այդպես խիստ վրդովեցել, այսինքն իշխանության կողմից, ընդդիմության կողմից, Երկուստեք։ Երկու կողմերն էլ ցավոք իրար հետ չտալով փորձում են իմ մեջ տեսնել հոգևորական, իմ մեջ տեսնել ոչ հոգևորականի կամ իմ մեջ չտեսնել հոգևորականի։ Դե դրանով ինչ են ուզում հասնել, չգիտեմ։ Բայց ինձ ցավ առավելապես տալիս է այն երիտասարդները, որոնք վերջ մեծացել են իմ օրոք, մանկապարտեզում են եղել ժամանակին, երբ որ ես առաջնորդ եմ եղել, այսօր հասել են չափահասության։ Իմ մասին կարող են քննադատել ինձ, ես երբեք չեմ խոսապում քննադատությունից։ Իմ մասին խոսում են պարոն Աճաբահյանով, ինչ-որ տեր ասելով։ Սա խոսում է ընդհանուր անկրտության մասին։ Ոչ թե դրանով իրենք ինձ են որակում։ Դրանով ես պարոն Աճաբահյան չեմ դառնում, բնականաբար։ Ոչ էլ սրբազանից վերածվում եմ պարզ տերդերի, թեև պարզ տերդեր լինելն էլ ամոթ չի։ Բայց իրենց այդ անկրտության կամ իրենց ղեկավարին ծառայելու այդ մոլուցքի նպատակը չեմ կարողանում հասկանալ։ Դա է ինձ տրտմեցնում։ Ձեր հետ կապված ասում են, քանի որ դուք քաղաքական հայտարարություններ եք անում երբեմն, պետք է պատրաստ լինեք քննադատություն լսելու։ Ես ասում եմ, ես քննադատության պատրաստ եմ։ Ես պատրաստ եմ, օրինակ, որ քննադատությունն եք դուք համարում քննադատություն։ Այսինքն իմ մասին պարոն Աճաբահյանով խոսելը դա քննադատություն է։ Չէ, օրինակ վերջերս Ինձ անվանել ստալինապաշտ տեր, սա քննադատություն է։ Հա։ Ինչ կորակեք դուք։ Դա ինչ է։ Սա վայրահաճություն է, որովհետև ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տեր։ Եվ այդ անձնավորությունը, որ ինձ ուրիշ տեղ տեսնելից շփոթվում է, ինչպես մենք շփոթվում էինք, երբ որ մեր դպրոցի տնօրենին էինք տեսնում 12 տարեկանում, ինձ տեսնելից շփոթվում, պատի հետևում թաքնվում է, լրագրողների առաջ առյուծանում է եւ ինձ անվանում է ստալինապաշտ տեր։ Ես ոչ ստալինապաշտ եմ, քավլիցի, ոչ էլ տեր։ Այստեղ ինչն է քննադատություն։ Պարոն Աճաբահյանով ասել ինչն է քննադատություն։ Կամ են մի ուրիշ ընդդիմության իբրև աղջիկը, որ ասում է քայլող անտեղյակություն, սա ինչ քննադատություն է, ես քայլող անտեղյակություն եմ։ Նման եմ քայլող անտեղյակության։ Հիմա այս պահի նստած անտեղյակության նման եմ։ Եթե ես քայլող եւ կամ նստած անտեղյակություն եմ, ինչի լրագրողները իրար հետ չտալով ինձանից հարցազրույց եք վերցնում։ Ես եմ ձեզ կաշառում, ձեզ փող եմ տվել, որ եկել եք։ Ամենևին մենք սիրով ենք եկել։ Ուրեմն քննադատություն չկա, ես քննադատությունից ոչ վախեցողն եմ, ոչ սարսափողն եմ, ընդհակառակը, ովքեր որ ինձ լավ ճանաչում են, իրենք գիտեն, որ իմ աշխատողները հավաքարարը կարող է ինձ քննադատել։ Դուք մի օր գաղտնի տեսախցիկով կարող եք նկարահանել, ասենք թե իմ եւ ասենք հավաքարարի խոսակցությունը, եւ կտեսնեք թե հավաքարարը ինչպես կխոսի ինձ հետ, հավասար ընդհավասարի։ Եվ դրա համար պատիժ չի ստանա, չի հեռացվի աշխատանքից։ Իմ աշխատակիցների մեջ տոկոս են կազմում, որոնք բացահայտ այս իշխանության կողմնակից են։ Երբևիցե ես իրենց հետ այս մասին խոսակցություն անգամ բացած չկամ, որպես իրենք իրենց ված չզգան եւ ենթակա վերադաս իմաստով իրենց համոզմունքները չվերանայեն գոնե ցուցադրաբար կամ ես այս բոլոր դեմոկրատ կոչվածներից, թեև ես ինքս մոնարխիստ եմ, հա, ես ասել եմ ուրիշ անգամ, որ ես մոնարխիստ եմ, բայց այս բոլոր դեմոկրատ կոչվածներից իմ վարկով ավելի դեմոկրատ եմ։
Հենց այս պարդեզի աշխատողների կարող եք խոսել, տեսնել։ Ես իրենց հետ իբրև վերադաս եմ հարաբերվում, թե իբրև հոգևորականը իր հոտի որևիցե մի անդամ է։ Ձեզ ասում են Ստալինապաշտ։ Եվ ինձ ասում են Ստալինապաշտ տեր։ Թող քննադատեն իմ հայացները, քաղաքական հայացները, նույն անդիմություն ասենք, հանրապետական կուսակցությունը, թող քննադատի, ով է իրենց բան ասում։ Բայց ես քայլող անտեղյակություն եմ։ Կամ ինչպես են մյուսներ ասել, ինչ էր ասել, դիվային էգոցենտրիկ։ Ես դիվային էգոցենտրիկ եմ։ Ինչու են անհանդուրժող ձեր խոսքի նկատմամբ, ձեր խոսքի Արդեն ասել, ծանրակշիռ է գուցե հանրային տեսանկյունից ավելի։ Ես չէ որ պիտի դա ասեմ, իմ խոսքը ծանրակշիռ է թե ոչ։ Դուք պետք է ասեք ծանրակշիռ է թե ոչ։ Իմ ասածը կարող է լինել մերկապարանոց հայտարարություն, էգոցենտրիկ հայտարարություն կարող է լինել իմը, եթե ես ասեմ, այո, իմ խոսքը ծանրակշիռ է, դուք պետք է ասեք, ձեր ներկայությունը ստեղ խոսում է այն մասին, որ իմ խոսքը ծանրակշիռ է, այլապես ստեղ չէիք լինի, կարծում եմ։ Ձեզ շատ մտահոգում է, դուք ձեր հարցազրույցներում շատ եք խոսում այդ մասին, ընդհանուր երկրի վիճակը եւ ձեզ վրդովեցնում է, որ քաղաքական ուժերը չեն կարողանում ճիշտ լուծումներով առաջ գնալ։ Այդ վիճակին դուք միշտ անդրադառնում եք։ Սրբազան ո՞րն է խնդիրը, այսինքն ուժերի մեջ է խնդիրը, հանրության մեջ է խնդիրը։ Ինչու մենք չենք կարողանում երկրի հետ կապված հարցերում, պետության, պետականության, ազգի հետ կապված հարցերում ճիշտ ուղիներ ընտրել։ Որովհետև այն ինչի մեջ որից մեղադրում են էգոցենտրիկության, այդ բոլոր քաղաքական ուժերի բոլոր լիդերները եւ ոչ լիդերները էգոցենտրիկ են։ Ինչու, որովհետև ցանկացած քննադատական խոսք իրենց հասեին, իրենք վերածում են թշնամանքի։ Ես թշնամանք չունեմ ոչ առաջին նախագահի նկատմամբ, ոչ երկրորդ նախագահի նկատմամբ, ոչ երրորդ նախագահի նկատմամբ։ Հիմա ես իմ ասածնել են ծուր մեկնաբանել, ասում, ոնց թե թշնամի չես, ինչու թշնամի չես, այդ հանցագործների նկատմամբ։ Թշնամի չեմ, ոչ առաջին նախագահի նկատմամբ, ոչ երկրորդ, ոչ երրորդ։ Թշնամի չեմ նույնիսկ սրանց, բայց այս պահին ասել եմ, մի բան կա, որ ես չեմ ների, այդ ստորագրությունը իմ հայրենիքի հանձնման, սա ես չեմ ների։ Հասկանում ես, հայրենիքի հանձնման ստորագրությունը չեմ ների։ Ոչ թե իր կերպարն էլ անընդունելի է, բայց ոչ թե իր կերպարի անընդունելիության պատճառով, այլ ինքը հանձնել է իմ հայրենիքը։ Ես Արցախում չեմ ծնվել, չեմ մեծացել, ընդամենը 2 տարի ծառայել եմ այնտեղ։ Եվ իմ արմատները 1000 տարի առաջ, եթե հաշվենք, Արցախում են։ Այդ իմ հայրենիքն է։ Ինչպես իմ հայրենիքն է նաև Սիսը, Մուշը, Վանը, իրական եւ ոչ իրական Հայաստանի յուրաքանչյուր թիզը իմ հայրենիքն է։ Ուրեմն թշնամի չեմ ոչ մեկի հետ։ Բայց երբ որ որևիցե մեկի հասցեին քննադատական, այդ իմը քննադատական խոսք, երբ որ քննադատական խոսք ես հնչեցնում, անձնական թշնամության են վերածում։ Ինչու՞ պիտի երկրորդ նախագահ, երրորդ նախագահի հետ ինչ-որ թշնամական հարց ունի, կամ առաջինը երկրորդի կամ երրորդի հետ, կամ երրորդը երկրորդի հետ։ Ինչու պետք է լինի այդպես։ Որովհետև մեկի մյուսին քննադատել է, լավ քննադատել է, լավ է արել, բայց ինչու պետք է վերածել քննադատություն անձնական թշնամանքի։ Մենք հայերս չենք կարողանում, էլի, այդ փոխադարձ բանավեճը, անհամաձայնությունը, գաղափարական անհամաձայնությունը չվերածելու անձնական թշնամանքի։ Ուղղակի չեք կարողանում։ Ինչն է խանգարում։ Հայկական բնավորությունն է խանգարում։ Այդ որ ասում ենք վերածում ենք, իրար այնպիսի բաներ ենք ասում, հասկանում ես, հա, որ ասում են հետո աններելի վիճակ ենք ստեղծում։ Ինձ էլ են վերագրում երբեմն այդպիսի բան, ասում են, որ սրբազան, դուք էլ եք երբեմն խիստ խոսույթ, հա, ես կարող եմ խիստ խոսույթ օգտագործում եմ։ Հա, բայց այդ խիստ խոսույթի դիմաց չեմ թշնամանում։ Իմ նկատմամբ էլ խիստ խոսույթ օգտագործում, այս վիրավորական արտահայտությունները օգտագործողների հետ ես թշնամի չեմ։
Ընդամենը կարող են գալ նույնիսկ կես ներողություն կամ ներողություն էլ չխնդրել, ես կներեմ կանստիկը կներես, իրենց հետ թշնամանք չունեմ, առավել ևս կանանց հետ։ Հասկանում ես, ինձ համար իմ տղամարդկային եւ հոգեվորականի, ասենք, կարգավիճակին անհարիր է կնոջ նկատմամբ թշնամանք ունենալ։ Ես իսկ տղամարդ հոգեվորական չեմ համարի, որ որևիցե մի կնոջ նկատմամբ թշնամանք ունենամ։ Ես ազնական թշնամանքի իմ նույնիսկ ամենախիստ խոսույթից հետո այդ մարդուն թշնամի չեմ դառնում եւ ոչ էլ իմ հասցեին ամենավիրավորական արդայություններից հետո թշնամի չեմ դառնում։ Այս նույնը պետք է ունենա յուրաքանչյուր ոք։ Չի կարողանում ունենալ։ Չի կարողանում։ Այդտեղից էլ լինում է այս անհամաձայնությունը, անմիաբանությունը, հազար կդոր լինելը, որովհետև ամեն մեկը ինչ-որ մեկին անուղղելի թշնամի է։ Ասում եմ, որ դուք ավելի շատ պաշտպանում եք երկրորդ նախագահին՝ ի տարբերություն մյուսների։ Համեմատության մեջ։ Երրորդ նախագահի հետ համեմատության մեջ, այո, պաշտպանում եմ երկրորդ նախագահին։ Այս իշխանության հետ համեմատության մեջ, այո, պաշտպանում եմ երկրորդ նախագահին։ Առաջինի հետ համեմատության մեջ պաշտպանում եմ երկրորդ նախագահին, բայց իդեալագանի հետ համեմատության մեջ, իդեալագանը ուր, երկրորդ նախագահ ուր։ Ուրեմն 4-ն էլ փաստորեն, այսինքն օգտակար չեն եղել այս երկրին եւ այս պետությանը, բայց ամենից քիչ վնաս, հա, գոնե տերիտորիալ ամբողջականության, հա, անվտանգության առումով եղել է երկրորդ նախագահի օրոք։ Ես այս եմ ասում։ Այնպես չեղավ, որ ես երկրորդ նախագահին պաշտպանում եմ անեն մոլերանտ պաշտպանողների պես, ոչ։ Բայց համեմատության մեջ, երբ որ համեմատում եք, համեմատության մեջ ասում եմ այո։ Նախապատվությունը գնում է երկրորդ նախագահ։ Ես որ ասում եմ, շատերը իմ մտերիմներից ինձ հետ հիմա թշնամանալու են, որովհետև իրենց համար Ռոբերտ Քոչարյանը հենց սարսափելի կերպար է։ Ինձ համար սարսափելի կերպար չի։ Այդքան բան։ Սխալվում եմ, թող ինձ ցույց տանես, ասում են մարտի 1 հոկտեմբերի 27։ Ինչ կապ ունի այդ մարտը հոկտեմբերի 27 մարտի 1-ի հետ։ Դե ինքն է բանդում բդիրին, ինչի բանդում չի։ Եթե բանդում եղել է արդեն դուրս է եկել, ուրեմն էլի արդեն ինքն մեղքը քավել է։ Ինչ է նշանակում հոկտեմբերի, ով է նոմա հոկտեմբերի 27 մարտի 1, հոկտեմբերի 27 մարտի 1։ Այդ մարտը ինչու բանդում չի։ Եթե հոկտեմբերի 27-ի մեղավորն է, մարտի 1-ի մեղավորն է, ինչու բանդում չի։ Թող դատարանը ապացուցի, որ ինքը մեղավոր է, մարտը բանդում լինի, ես էլ ամաչեմ, որ ասեմ ոնց թե, այսպիսի հանցագործին ոնց եմ ես գերադասել ամեղ հրեշտակ առաջին եւ երրորդ նախագահների հետ։ Այս այլապես այս ազգային այս ինքնախապեյության, մասսայական կոլեկտիվ ինքնախապեյության մեջ ես չեմ կարող մտնել։ Ամեն մի բան շուկայում կանաչի ծախող համոզված է, որ հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է, հա, բայց դատարանը չի կարողանում ապացուցել։ Տեսեք, այս Ես դատարանին ավելի եմ հավատում, քան շուկայում կանաչի վաճառողին։ Իմ սխալը դա է։ Դրանում եմ սխալ։ Կանաչի վաճառողին հավատամ։ Ինչ եք առաջարկում դուք, ձեր առաջարկությունը։ Դուք ավելի լավ գիտեք, որն է ճիշտը։ Սրբազան, տեսեք, այս հայտարարությունների հետ կապված միշտ այդ հարցը լինում է հոգեվորականների եւ քաղաքականության կապի մասին։ Որտեղ է ավարտվում եւ որտեղ է սկսվում հոգեվորականի չքաղաքականացված լինելու մասին։ Ես ամենաչքաղաքականացված հոգեվորականն եմ։ Բայց քաղաքական քննադատություններ եք հնչեցնում։ Հարցնում եք, ասում եմ, մի հարցրեք, չասեմ։ Սխալը եղել է երևի առաջին լրագրողը, չգիտեմ որ թվականին երբ,
որ առաջին անգամ քաղաքական հարց է տվել։ Որից հետո ուրեմն գնացել է շղթայական ռեակցիա, բոլորը իրար հետ չտալով ինձ քաղաքական հարցեր եք տալիս։ Ուրեմն այդ ամենասխալը պետք է փնտրել այն ամենաառաջին լրագրողին, որի չեմ հիշում։ Մեղավորը լրագրողներն են։ Ուրեմն ով որ ինձ քաղաքական հարց է տվել։ Ինձ քաղաքական հարց մի տվեք, ես էլ քաղաքականությունից չեմ խոսի։ Ես 1000 անգամ ասել եմ։ Ես երբեք ինքնամատույց չեմ լինում։ Երբեք լրագրողին չեմ ասում, արի, բան ունեմ ասելու։ Ես երբևիցե չի եղել որևիցե լրագրող, որին ուղղորդեմ, թե ինքը ինչ հարց պիտի տա։ Երբևիցե չի եղել, որ որևիցե մի լրագրողի հետ նախապես պայմանավորվենք, թե ինչպիսի հարցեր պիտի տան։ Չի եղել դեպք, երբ որ ինչ-որ մի հարցից ես խուսափեմ։ Հիմա վերջերս մի երկու անգամ խուսափեցի, զուտ ուղղակի ոչ թե խուսափելու համար, այլ հեռու լինելու համար։ Հասկանու՞մ եք։ Հետևաբար ես ամենաչքաղաքականացված հոգևորականներից եմ։ Բայց ես մեղադրում են քաղաքականացված լինելու մեջ։ Թող մեղադրեն։ Ես ինչ ես ասել եմ, ես ուզում եմ մարզպետ լինել, քաղաքապետ լինել, վարչապետ լինել, նախագահ լինել, կուսակցության առաջնորդ լինել։ Նման հայտ ներկայացրել եմ։ Նման հայտ։ Ինչ է նշանակում քաղաք։ Ես ամենա արեստավար պրոֆեսիոնալ հոգևորականների թվին եմ պատկանում։ Մի քիչ ինքնագոհությամբ զբաղվենք, էլի, քանի որ բոլորը թնովում եք։ Հետաքրքիր է, որ օրերս, երբ որ Նիկոլ Փաշինյանը Էստոնիայում էր սրբազան, այնտեղի հոգևոր թեմի առաջնորդը հայտարարություններ էր արել Եվրամիության հետ կապված, իշխանության, քաղաքականության հետ կապված, եւ դա դատապարտվեց եւ Մայրաթորը համապատասխան հայտարարությամբ հանդես։ Ով դատապարտեց։ Տարբեր շրջանակներ ասում են, չպետք է հոգևորականը նման հայտարարություններ անի եւ Մայրաթորն էլ Հիմա տես նույն բանը, չէ, հիմա իշխանականները ծափահարեցին։ Չասին, ստոպ, սրբազան։ Քաղաքական հայտարարություններ մի արեք։ Ուրախացան, ծափահարեցին, իրենց սրտի հոգևորականին գտան ի վերջո։ Վազգեն Սրբազանը մեր եղբայրն է։ 40 եւ ավելի տարիների մտերմություն ունենք, բարեկամություն ունենք, անցած ճանապարհ ունենք, վաստակ ունենք, սայթագումներ ունենք, բայց 18 թիվը եղել է ջրբաժան, այսպես ասած։ Մեր քաղաքական հայացքները բաժանվել են։ Բայց եթե օրինակի համար հիմա ԿՊ-ն անկեղծ է, ինչպես որ չի ընդունում իմ քաղաքական հայտարարությունները, նույնպես պիտի չընդունի Վազգեն Սրբազանի քաղաքական հայտարարությունները, ասելով որ դա քաղաքական հայտարարություններ անում։ Սրբազանի ինչ գործն է։ Մենք որ ուղղությամբ կընթանանք Եվրամիություն, թե դեպի Ռուսաստան, թե դեպի Չինաստան։ Սրբազանի գործը չի, բա թող ասեն, ինչ չեն ասում։ Ուրեմն յուրաքանչյուր քաղաքական կուսակցության, եթե հարազատ բան ես ասում, դառնում ես իրենց սրտի հոգևորականը։ Երբ որ հակառակ բան ես ասում, անընդունելի հոգևորական ես։ Այս մտածումից պետք է դուրս գան մեր քաղաքական լիդերները։ Հասկանում եք։ Եվ նաև հասկանան, որ եկեղեցականները քաղաքական հարցերում տարբեր դիրքորոշումներ ունեն։ Բայց ոչ բոլորն են արտահայտվում, ինչու չեն արտահայտվում։ Ուրեմն ասեմ, օրինակի համար ես ասեմ, ինչու Վազգեն Սրբազանը թերևս արտահայտվեց եւ ճիշտ արեց, որ արտահայտվեց։ Մարդ արտահայտվեց եւ իրեն չեն ասի պարոն Միրզախանյան, չեն ասի Ստալինապաշտ դեր։ Մարդը ճիշտ որոշում կայացրեց։ Թե չէ նույն են սուբյեկտները, չէ, ելնելու էին, ասելու էին պարոն Միրզախանյանը Ստալինապաշտ դերներից մեկն է։ Չէ, մարդը ճիշտ որոշում կատարեց, որպեսզի չանվանվի պարոն Միրզախանյան, չանվանվի ԿՊ-ի կողմից քայլող անտեղյակություն, չորակվի իբրև Կրեմլի գործակալ եւ Ստալինապաշտ դեր։ Վատ է, մարդը ճիշտ որոշում է կայացրել։ Ընտրության հարց է, ընտրել է այդ ճանապարհը։ Այո։ Ես էլ խելք ունենայի, այդպիսի բաներ կասեի, ինձ էլ չէին ասի պարոն Աճաբահյան, չէին ասի քայլող անտեղյակություն,
Չէին ասի Կրեմլի գործակալ, չէին ասի Ստալինապաշտ տերդեր։ Ես ճիշտ եմ նկատում, ձեզ խոցել են այդ հայտարարությունները, որովհետև անդադ երբ որ կրկնում եք, ես հասկանում եմ, որ դա ձեզ նեղացել Ուրեմն ես նաև ուզես կրկնում եմ այն բանի համար, որ ասողները հասկանան։ Իրենց համար եմ ասում, ասողները հասկանան, որ վերջի վերջո ասելով չի։ Ես ինքս բժշկվող եմ, ես շատ բժշկվող մարդ եմ, լեզվի վերքից շատ հեշտությամբ բժշկվող մարդ եմ։ Հա։ Բայց իրենք կարող է չբժշկվեն, իրենց լեզվի վերքից։ Իրենք պիտի զգույշ լինեն այս արտահայտությունների մեջ, նամանավանդ, երբ որ այդ արտահայտությունները իրենք գիտեն, որ իրականությանը չի համապատասխանում։ Հիմա այդ քայլող անտեղյակություն ասողը իրոք ինձ համարում է, որ ես քայլող անտեղյակություն եմ։ Ես իր եւ իր ընտանիքի քաշի չափ, հասկանում ես, բազմապատկած մի քանի անգամ, հա, գրականություն եմ ընթերցել, բոլոր տեսակի, ոչ միայն գեղարվեստական, ոչ միայն աստվածաբանական, ոչ միայն փիլիսոփայական, եւ շարունակում եմ ընթերցել, ինքը իմ հետևից չի կարող հասնել։ Ինչպես կարելի է ինձ անվանել քայլող անտեղյակություն։ Կամ որևիցե մեկին, ով իրենից իր հոր տարիքին է։ Իր հոր տարիքի մարդը կարող է լինել քայլող անտեղյակություն։ Ոսկե ես իրենց դաստիարակելու համար եմ ասում, ոչ թե իմ վիրավորանքը ցույց տալու համար, հիմա տեսեք, էլի սխալ եզրակացություն եք անում։ Չէ, սխալ չեմ անում։ Պարզապես ես ուզում եմ հասկանալ ինչպես է ընկալվել այդ ամեն ինչը։ Սրբազան, մենք խոսեցինք հոգևորականների տարբեր հայացքների հետ կապված, բայց այստեղ կա մի բայց, որի մասին միշտ տարբեր մարդիկ հիշեցնում են մայրաթոռի դիրքորոշումը, երբ որ հոգևորականը քաղաքական գործընթացներում հայտարարություններ է անում։ Մի դեպքում ասում են ինչու է աջակցում, մի դեպքում ասում են ինչու է զգուշավորության կոչեր անում։ Ով է զգուշավորություն։ Ասել է վերջին Վազգեն Սրբազանի հետ կապված մայրաթոռը ասել էր, որ պետք է խոսքի մեջ զգուշ լինել։ Այո, պետք է խոսքի մեջ զգուշ լինել, իհարկե պետք է զգուշ լինել։ Նույնը մեզ էլ են ասում, այնպես չի, որ մեզ չեն ասում, նույնը ինձ էլ են ասում, որ խոսքի մեջ պետք է զգուշավոր լինել։ Անեն չի, որ միայն քանի որ ինքը ուրեմն օրվա իշխանությանը հաճելի բաներ է ասել, ինձ էլ են ասում։ Հիմա ուղղակի բախտս բերել է, հա, հայտարարության տեքստով չեն ասել, բայց ինձ էլ են ասում։ Իհարկե, հոգևորականը պետք է զգուշավոր լինի իր արտահայտությունների մեջ։ Հիմա Վազգեն Սրբազանի պարագային, գիտեք, վերջ-վերջո ոչ մի հոգևորական խնդիր չի տեսնում նրա մեջ, որ օրվա վարչապետին ինքը դիմավորել է։ Ոչ մեկը խնդիր չի տեսնում դրա մեջ, թե օրվա վարչապետին ողջունել է։ Դուք տեսնում եք, շատերն են տեսնում, չէ, ձեռքը չպետք է սեղմել դավաճանի, չէ, պետք է բան չաներ դա։ Եկեղեցին նման խնդիր չի տեսնում։ Օրվա առաջնորդը, տեղի պայմանները եւ տեղի գուցե բան որոշ հարցեր նկատի ունենալով պատշաճ է նկատել, որ դիմավորի պատշաճ է նկատել, որ ողջունի, բայց այդ ողջունի բովանդակությունը պետք է հարիր լինի այն մոդեցումներին, որը եկեղեցին դրսևորում է, չէ՞։ Այսօրվա իշխանության նկատմամբ։ Այդտեղ շեղում է արձանագրվել։ Շեղում եք ներդեք տեսնել, որ այդ աղմուկը բարձրացրել եք։ Աղմուկը չի բարձրացրել մայրաթոռը։ Աղմուկը բարձրացրել եք դուք։ Չէ՞։ Մայրաթոռը լսել է այդ տեքստը, տեսել է այդ տեքստը եւ աղմուկ չի բարձրացրել։ Հետո Վազգեն Սրբազանը ափսոսանքի հայտնել։ Հետո դուք աղմուկ եք բարձրացրել լրագրողները, ի ձեր աղմուկին ի պատասխան մայրաթոռը այդ հայտարարությունն է արել։ Հա։ Այնպես որ այո, այդ հայտարարության, այդ ողջունի բովանդակության հետ ես էլ խնդիրներ ունեմ, բայց ես մայրաթոռը չեմ։ Ես մայրաթոռի մի փողակն եմ, մի աշխատող կամ չաշխատող, չգիտեմ։ Ուրեմն ոչ դիմավորելու, ոչ ողջունի խոսք ասելու հետ մայրաթոռը խնդիր չունի։ Բայց այդ բովանդակությունը պետք է հարիր լինի այն քաղաքական
Եկեղեցական քաղաքական, ոչ թե ձեր քաղաքական, եկեղեցական քաղաքականության այն գծին, որը վարում է մայրաթորը։ Իսկ ո՞րն է այդ գիծը։ Այն որ այսօրվա իշխանության նկատմամբ վերապակեցված ունի եկեղեցին։ Շատ պարզ է, որ վերապակեցված եւ դա գալիս է ոչ թե իրենի, այլ նաեւ դրա սադրողը եղել է այսօրվա իշխանությունը։ Հետո այնտեղ ովքեր էին ներկա։ Արսեն Թորոսյան։ Ուրիշ մեկն էլ կար, չեն դեռ այդ կերպարներից, անընդունելի կերպարներից մեկը եկեղեցու։ Հա, բանը նախարարը, տիկին նախարարը։ Բայց տիկին նախարարը լծված է հայ եկեղեցու պատմությունը հանելու, որի դեմ բազմիցս բողոքել է եկեղեցին։ Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ ինքը երազում է տեսնել եկեղեցու լիկվիդացումը։ Բայց այդ մարդկաց ներկայության, ինչ է բան եւ այլն։ Հասկանում եք։ Մի երկու խոսքեր քննադատական ասա։ Ասա ողջունում ենք ձեր էս։ Նաեւ էս քայլերի նկատմամբ ներողություն, էս ինչ է։ Դա շատ նորմալ կլիներ, շատ ընդունելի կլիներ։ Երկու կողմերի համար էլ ընդունելի կլիներ։ Աշուշ ԿՊ-ի համար չէր ունի, ոնց թե իրենց սուրբը անսխալական չի լինի։ Ուրեմն, սա ես ասում եմ իմ ազնական էլի կարծիքը եղած հայտարարության, ձեր ուրեմն այդ բարձրացրած եւ այլնի բանով իմ մոտեցումը, որը ես նաեւ անձնապես կասեմ եւ կասեի Վազգեն Սրբազանին։ Վազգեն Սրբազանին կասեք, թե Նիկոլ Փաշինյանին, որտեվ ես օրինակ Նիկոլ Փաշինյանին չեմ բարևի, ձեռքը չեմ սեղմի, չեմ դիմավորի, իմ կեցվածքը սա է։ Եվ այս ամեն ինչը ներողություն սկսվել է ինձանից, երևի դուք իբրև լրագրող ինչպես միշտ մոռանում եք, թե պատմությունը ինչպես է սկսվել։ Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմելուց հրաժարվելու առաջին հոգևորականը եղել եմ ես։ Դեկտեմբերի 7-ին 2020 թվականին։ Երբ որ չեմ գնացել հոգեհանգստյան արարողության, երկրաշարժի զոհերի, որբեսի չտեսնեմ իր դեմքը եւ պարտադրված չլինեմ արարողակարգային իր ձեռք սեղման եւ դրա մասին հայտարարել եմ։ Դրանից հետո է եղել Սիսյանի քահանայի դեպքը եւ մնացած դեպքերը։ Ասում հետեւաբար ես 2020 թվականին եմ ասել, որ ինքը իմ հենց այսպես բառերն եմ օգտագործել, ասել եմ ինքը իմ վարչապետը չէ։ Եվ եթե ինքը իմ վարչապետը չէ, ես իրա ձեռքը սեղմելու անհրաժեշտություն չունեմ։ Բա ինձ ասել են, գնայր չսեղմեիր, ասել եմ, չեմ գնացի, չէ, որ սկանդալ չլինի։ Դա ավելի վատ կդիտվեր, չէ, գնաս այնտեղ, հա, եւ չբարևես, ձեռքը սեղմել։ Հիմա հետեւաբար նախ ինքը եկել է Գյումրի եկեղեցի մտել է, ես եկեղեցում եղել եմ, ոչ իմ կողմը նայել է, ոչ ես իր կողմը նայել եմ, մտել է, գնացել է։ Ես պարտադրված չեմ զգացել ոչ իրեն ողջունելու, ոչ դիմավորելու, ոչ ձեռքը սեղմելու, ոչ իրեն փառաբանական ինչ-որ ներբող խոսի հյուսելու։ Իմ կեցվածքը շատ հստակ է։ Քանի որ Մայրաթորի դիրքորոշման մասին խոսեցինք, հիշում ենք, դա էլ ենք հիշում, որ Մայրաթորը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարական, այսինքն շարունակում է հավատարիմ այդ գծին մնալ։ Այդ մասին վեհապարն է հայտարարել, ես չէ որ հայտարարել եմ։ Այդ մասին հարցրեցիք ինչ-որ մի պահի վեհապարին, վեհապարը ասեց, որ այո, դա մնում է անփոփոխ եւ կմնա անփոփոխ, ինքն է ասել, ես չեմ ասել։ Մենք միշտ խոսում ենք միավորման, ազգային կոնսոլիդացիայի մասին, երբ որ տևական ժամանակ հոգևոր եւ քաղաքական էլիտան նման պառակտվածությամբ, նման վիճակում է։ Մենք պառակտված չենք։ Իրենք են պառակտված, մեզ մի վերագրեք պառակտումը։ Տեսեք, որ հենց Էստոնիայի դեպքով ցույց է տրվում, որ եկեղեցին նույնիսկ ամեն դեպքում հա, օրվա իշխանության նկատմամբ իր լոյալության այն չափաբաժինը, որ պիտի պահի, պահում է։ Հիմա Վազգեն Սրբազան մի քիչ ավել, բայց պահում է լոյալությունը։ Լոյալությունը պահում է։ Իշխանությունն է, որ չի պահում։ Իշխանությունն է, որ նույնիսկ արարողակարգային հարցերում հասկանում ես,
չի պահում այն լոյալությունը, որը պետք է պահեր։ Եկեղեցին պահում է։ Այո, ասում են, ինձ համար անընդունելի իշխանություն է, որովհետև էս պատճառով, բայց իշխանություն է։ Հայաստանի իշխանությունն է։ Եվ այն ինչով որ անհրաժեշտ է որպեսզի շփվենք եւ հաղորդակցվենք, այդ շփումը եւ հաղորդակցությունը մենք պահելու պատրաստ ենք։ Բայց իրենք ասում են, մինչև չխոնարհվեք, մինչև մեզ չասեք, որ մենք լավն ենք, մենք ձեզ հետ չենք շփվել, ելի շփվենք։ Մենք դա տեսել ենք։ Դուք չեք տեսել, նոր սերունդ եք, չեք տեսել, մենք տեսել ենք։ Սովետական տարիներ ես ասում եմ 1975 թվականից ես մտել եմ եկեղեցական ասպարեզ, մինչև 90 թվական 15 տարի լի վայելել եմ սովետական կարգերի այդ թշնամական հանդուրժողականությունը եկեղեցու նկատմամբ։ Ինձ համար էս մի տարօրինակ բան չի, դեժավյու է։ Եվ Գյումրիի մասին վերջում արդեն 2 շաբաթ կլինի նոր իշխանություն է։ Ինչ տրամադրություններ են փոխվել, ինչ որ մի բան փոխվել է քաղաքում։ Էլը շուտ է որ ինչ որ բան փոխվի, ինչ պետք է փոխվի։ Որը թող աշխատի տեսնենք։ Հանրային տրամադրությունների առումով էլ ոչինչ լավ, վատ, սպասողական։ Չէ, բան չկա, չէ։ Այս քաղաքը մի բան բազմաթիվ անգամներ ասել են։ Այս քաղաքը դից ամեն բանից ոչ ոգևորվողն է, ոչ հուսահատվողն է։ Այս քաղաքը այնքան լավ ու վատ բաներ է տեսել, աշխարհի ամենալավ բաներն էլ է տեսել, աշխարհի ամենավատ բաներն էլ է տեսել։ Այս ժողովուրդը այնքան էս լավ ու վատի, քամու, շոկի, ցրտի, տաքի մեջ այնքան է կոփվել, որ իրեն ամեն մի հասարակ բանից ոչ հնարավոր է հուզել, ոչ ոգևորել, ոչ սառեցնել։ Գյումրեցին Հայաստանի Հանրապետության մեջ շատ յուրահատուկ տեսակ է։ Մեծամասնությունը չեք հասկանում։ Շատ հաճախ գյումրեցին ինքն էլ չգիտի այդ մասին։ Ինք ուղղակի ապրում իր կյանքը սովորաբար, առանց իմանալու թե ինք ինչ յուրատեսակ։ Որն է յուրատեսակ գաղտնիքը, չէ, ինչպես դժվարությունները տանող եւ ողջևորվող։ Այո, ամեն ինչ, եւ ուրախությունը, եւ տխրությունը շատ հավասարաչափ սկեպտիկությամբ կամ ստոիկությամբ տանող մարդ է գյումրեցին։ Ոչ հաջողությունից է ոգևորվում, ոչ դժբախտությունից է հուսահատվում։ Ես ուրիշ անգամներ ասել եմ, օրինակի համար այդ մագարտագի եգրաշարժ եւ այդ մագարտագի ուրեմն դժբախտություն Աստված մի արասցե։ Աստված մի առաջիկա 1000, 2000, 3000 տարում Աստված մի արասցե, որ Հայաստանի որևիցե մի շրջանում լինի։ Որևիցե մի շրջան չէր դիմա։ Որևիցե մի շրջան, որևիցե մի քաղաք, որևիցե մի